Աստվածաշնչյան ընթերցանություն, ամեն առավոտ, Չարլզ Սպերջեն, նոյեմբերի 9, ընթացեք նրանում, Կողոսացիս 2:6։ Եթե մենք ընդունել ենք Քրիստոսին մեր սրտում, մեր նոր կյանքը կդրսևորվի հավատով նրա հետ սերտորեն քայլելու մեջ։ Մեր հավատքը չպետք է սահմանափակվի մեր տան պատերով, մենք պարտավոր ենք այն տանել աշխարհին։ Հիսուսի հետ ընթանալով մենք պետք է վարվենք այնպես, ինչպես կվարվի նա։ Քրիստոսը մեր հույսն է, մեր սերը, մեր ուրախությունը և մեր կյանքը։ Մենք պետք է այնպես արտացոլենք Քրիստոսի կերպարը, որ մեզ շրջապատող մարդիկ ստիպված լինեն խոստովանել. դուք նման եք ձեր Տիրոջը։ Դուք ապրում եք ինչպես Հիսուս Քրիստոսը։ Ընթացք նշանակում է առաջընթաց, այնպես ընթացեք նրանում։ Քայլեք անխոնջ ողորմությունից դեպի ողորմություն, առաջ վազեք ճանաչողության ճանապարհով, մինչև հասնեք նրա մասին այնպիսի ճանաչողության, որին հնարավոր է հասնել։ Ընթացքը ենթադրում է անընդհատություն, անհրաժեշտ է անդադար մնալ Քրիստոսում։ Շատ քրիստոնյաներ ենթադրում են, որ բավական է նրա հետ շփում ունենալ առավոտյան և երեկոյան, իսկ օրվա ընթացքում նրանք իրենց սրտերը հանձնում են աշխարհին։ Դա վկայում է նրանց հոգևոր կյանքի խղճուկ վիճակի մասին։ Մենք պարտավոր ենք միշտ հետևել նրան, իր հետքով գնալ և կատարել իր սուրբ կամքը։ Նրա հետ մեր ընթացքը պետք է լինի կրկնվող, չէ որ ընթանալ նշանակում է ինչ-որ սովորական բան անել։ Խոսելով ընթացքի մասին, մենք նկատի ունենք այս կամ այն գործողություններն ու արարքները կատարելու սովորությունը, այսինքն կենսակերպը։ Եթե մենք երբեմն վայելում ենք Քրիստոսին, ապա մոռանում նրան, մերն ենք անվանում, ապա սառում ենք նրա հանդեպ, դա սովորություն չէ։ Այդպիսի ընդհատուն ընթացքը չի կարելի ընթացք անվանել։ Մենք պետք է լիովին մոտենանք նրան, փարվենք նրան, բաց չթողնենք նրան։ Այլ կերպ ասած, մենք պետք է նրանով ապրենք ու շնչենք։ Ուստի ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուսին, այդպես ընթացեք նրանում։ Թող նա նախկինի նման մնա ձեր կյանքի աղբյուրը, ձեր գործողությունների ու արարքների շարժառիթը, ձեր հոգու ուրախությունը, և թող դա շարունակվի մինչև ձեր վերջին օրերը, երբ դուք անցնեք մահվան ստվերի ձորից և մտնեք ուրախության և հանգստության մեջ, որ պատրաստված է Աստծո ժողովրդի համար։ Ո Սուրբ Հոգի, թույլ տուր, որ մենք ենթարկվենք այդ երկնային որոշմանը։